Գլուխ 5. Եղիր լավատես։ Կլինի քեզ այնպես, ինչպես հավատում ես։ Մատթեոս 8:13 Amplified թարգմանությունից։ Դրական մտքերը մեր կյանքը դարձնում են դրական, իսկ բացասական մտքերը բացասական։ Դրական մտքերը միշտ լի են հավատքով եւ հույսով, իսկ բացասական մտքերը վախով ու կասկածանքով։ Ոմանք վախենում են ինչ-որ բանի համար հույս ունենալուց, քանի որ իրենց կյանքում շատ տառապանք են կրել։ Նրանք բազմիցս հիասթափված են եղել եւ չեն էլ կարծել, որ կհաղթահարեն եւս մեկ հիասթափություն։ Այդ է պատճառը, որ նրանք մերժում են հույսը, որպեսզի այլևս հիասթափություն չվերապրեն։ Հույսից խուսափելը ցավից պաշտպանվելու մի ձև է, իսկ հիասթափությունը ցավ է պատճառում։ Եվս մեկ անգամ ցավ չվերապրելու համար շատերը պարզապես մերժում են հույսը կամ հավատքն առայն, որ իրենց կյանքում երբևէ ինչ-որ լավ բան կկատարվի։ Նմանատիպ վարքն առաջացնում է բացասական վերաբերմունք։ Կյանքում ամեն ինչ բացասական է թվում, քանի որ մտքերն են բացասական։ Հիշեք, թե ինչ է ասվում Առակաց 23:7-ում, որովհետև նա, ինչպես որ իր սրտում մտածում է, այնպիսին է։ Շատ տարիներ առաջ ես ծայրահեղ բացասական մարդ էի։ Այդ ժամանակ իմ ուղեղը երկու դրական մտքից ավելի չէր ընդունում։ Իմ ամբողջ փիլիսոփայությունը հետևյալն էր. եթե դու ոչ մի լավ բանի չես սպասում, ապա դու չես էլ հիասթափվի, երբ դա տեղի չունենա։ Ես բազմիցս հիասթափված եմ եղել։ Իմ կյանքում այնքան շատ դժբախտություններ են տեղի ունեցել, որոնց պատճառով ես վախենում էի մտածել, որ ինձ հետ երբևէ կարող է որևէ լավ բան պատահել։ Ես շատ բացասական էի վերաբերվում կյանքիս ամեն մի բնագավառին։ Քանի դեռ իմ մտքերը բացասական էին, այդպիսին էին նաև իմ խոսքերը, իսկ հետևաբար նաև իմ կյանքը։ Երբ ես սկսեցի իսկապես ուսումնասիրել Աստծո խոսքը եւ ինձ վստահեցի Աստծուն, առաջին բանը, որ հասկացա, այն էր, որ բացասական մտքերս հեռանում են։ Մատթեոս 8:13-ում Հիսուսն ասում է մեզ, որ մեր կյանքում կլինի այնպես, ինչպես մենք հավատում ենք։ 5 Ջեյմսի Աստվածաշնչյան թարգմանության մեջ ասվում է. ինչպես դու հավատացել ես, այնպես էլ եղել է քեզ։ Այն, ինչին ես հավատացել եմ, եղել է բացասական, այդ պատճառով էլ իմ կյանքում շատ բացասական բաներ են տեղի ունեցել։ Դա չի նշանակում, որ մենք կարող ենք ստանալ ամեն բան, ընդհանրապես մտածելով դրանց մասին։ Աստված կատարյալ ծրագիր ունի յուրաքանչյուրիս համար, եւ մենք չենք կարող վերահսկել Աստծուն մեր մտքերով կամ խոսքերով, բայց մենք պետք է մտածենք եւ խոսենք նրա կամքի եւ մեզ համար ունեցած ծրագրի համաձայն։ Եթե դուք չգիտեք, թե տվյալ պարագայում որն է Աստծո կամքը ձեզ համար, պարզապես սկսեք մտածել այսպես. լավ, ես չգիտեմ Աստծո ծրագիրը, բայց գիտեմ, որ նա սիրում է ինձ։ Ինչ էլ որ նա անի, դա ինձ համար բարի կլինի եւ իմ կյանքում օրհնություն կբերի։ Սկսիր կյանքիդ նայել դրական ձևով։ Աշխատիր ցանկացած իրավիճակում վարվել դրական ձևով։ Ինչ վատ բան էլ որ քո կյանքում կատարվի, միևնույն է, սպասիր Աստծուն, եւ նա դա բարիին գործակից կանի, ինչպես որ խոստացել է։ Ամեն բան բարիին գործակից է լինում։ Մենք վստահ ենք ու գիտենք, որ Աստված, լինելով նրանց գործընկերն աշխատանքի մեջ, ամեն ինչում միասին է գործում եւ ծրագրի համաձայն բարիին գործակից է անում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են ըստ նրա նպատակի ու ծրագրի։ Հռոմեացիների 8:28 Amplified թարգմանությունից։ Այս հատվածում չի ասվում, որ ամեն բան բարի ու լավ է, այլ ասվում է, որ ամեն բան բարիին գործակից է լինում։ Եկեք պատկերացնենք, որ դուք պատրաստվում եք որոշակի գնումներ կատարել։ Դուք նստում եք ձեր մեքենան, սակայն այն չի աշխատում։ Այս իրավիճակում կարելի է դիտարկել երկու տարբերակ։ Դուք կարող եք ասել. ես գիտեի, որ ձախողվելու եմ, քանի որ ինձ հետ միշտ այդպես է պատահում։ Ամեն անգամ, երբ ուզում եմ ինչ-որ բան անել, ամեն ինչ խառնվում է իրար։ Կարծում եմ, որ այս գնումների հարցում նույնպես ձախողվելու եմ, ինչն էլ միշտ պատահում է իմ բոլոր ծրագրերի հետ։ Կամ էլ դուք կարող եք ասել. ես ցանկանում էի խանութ գնալ, բայց կարծես թե չեմ կարողանում անել դա հենց հիմա։ Լավ, ես կգնամ ավելի ուշ, մեքենան կարգավորելուց հետո։ Վստահ եմ, որ ծրագրերիս մեջ այս փոփոխությունն ինձ համար ավելի լավ կլինի։ Հավանաբար որևէ պատճառ կա, որ ես այսօր տանը մնամ, այնպես որ ես կարող եմ վայելել իմ այս ժամանակը։ Հռոմեացիների 12:16-ում Պողոս առաքյալը կոչ է անում մեզ հեշտությամբ հարմարվել մարդկանց եւ իրավիճակների հետ։
Այս խոսքերի իմաստն այն է, որ մենք պետք է լինենք այնպիսի մարդիկ, ովքեր չեն ընկճվում, երբ իրենց կյանքում չեն իրականանում իրենց ծրագրերը։ Վերջերս ինձ մի հիանալի հնարավորություն ընձեռվեց այս սկզբունքը գործնականում կիրառելու համար։ Ես եւ Դեյվը գտնվում էինք Ֆլորիդայում, Լեյք Ուորթում։ Այնտեղ 3 օր հավաքույթներ անցկացրինք եւ ավարտելուց հետո պատրաստվում էինք հավաքել իրերն ու վերադառնալ տուն։ Ես որոշել էի հագնել տաբատ, բլուզ եւ ցածրակրունկ կոշիկներ, որպեսզի ճանապարհին ինձ հարմարավետ զգայի։ Ես սկսեցի հագնվել, սակայն չէի կարողանում գտնել իմ տաբատը։ Մենք այն փնտրում էինք ամեն տեղ եւ վերջապես գտանք պահարանի ներքևի մասում։ Տաբատը կախիչի վրայից սահելով ընկել էր եւ բավականին ճմրթված տեսք ուներ։ Ինձ մոտ ճամփորդական արտուկ կար եւ ես փորձեցի արտուկել այն, բայց երբ հագա, տեսա, որ գեղեցիկ չէ։ Ես ստիպված էի հագնել միայն զգեստս եւ բարձրակրունկ կոշիկներս։ Ստեղծված իրավիճակի պատճառով տրամադրությունս ընկավ։ Այդպես էլ լինում է մեր կյանքում։ Երբ մենք չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք, մեր զգացմունքները գլուխ են բարձրացնում եւ փորձում են մեզ գցել ինքնախղճահարության եւ բացասական իրավիճակի մեջ։ Ես անմիջապես հասկացա, որ պետք է որոշում կայացնեմ, կամ պետք է զայրանայի, քանի որ ոչինչ այնպես չեղավ, ինչպես ես էի ուզում, կամ էլ պետք է հարմարվեի այդ իրավիճակին, դրան նշանակություն չտայի եւ վայելեի իմ ճանապարհորդությունը։ Լավատես մարդկանց կյանքում նույնպես լինում են դեպքեր, երբ իրավիճակները չեն դասավորվում այնպես, ինչպես իրենք են ցանկանում, սակայն նրանք կարողանում են դրան նշանակություն չտալ եւ կյանքը վայելելու որոշում կայացնել, անկախ այն բանից, թե ինչ է կատարվում։ Իսկ վատատես մարդը այդպես չի վարվում։ Նմանատիպ մարդը ոչ մի հետաքրքրություն չի կարող ունենալ։ Նա ցանկացած նախաձեռնած գործի վրա սև ամպեր կկուտակի։ Նրա մեջ ներքին ծանրության մի զգացում կա, եւ նա անընդհատ դժգոհում, տրտնջում եւ մեղադրում է։ Նշանակություն չունի, թե որքան լավ բաներ են կատարվում նրա շուրջը։ Միևնույն է, վատատես մարդը միշտ գտնում է մի բան եւ դրա մեջ հնարավոր խնդիրներ է տեսնում։ Երբ ես ծայրաստիճան վատատես էի, կարող էի մտնել մարդկանց վերանորոգված տները եւ այդ հաճելի միջավայրի մասին լավ արտահայտվելու փոխարեն նկատել պատերի վատ փակցված պաստառը կամ պատուհանի վրայի հետքերը։ Բայց այժմ ես այնքան ուրախ եմ, որ Հիսուսն ինձ ազատել եւ կարողություն է տվել վայելելու կյանքի բոլոր լավ բաները։ Ես միանգամայն վստահ եմ, որ Աստծուն հուսալով եւ հավատալով վատը կարող է դառնալ լավ, այսինքն ամեն բան կարող է բարիին գործակից լինել։ Եթե դու վատատես անձնավորություն ես, մի ընկիր դատապարտության մեջ, քանի որ դատապարտությունն ինքնին բացասական երևույթ է։ Այս ամենը պատմում եմ ձեզ, որպեսզի դուք ճանաչեք վատատես լինելու ձեր խնդիրը եւ սկսեք վստահել Աստծուն, ով կարող է փոխել ձեզ։ Ձեր վատատեսությանը բացասականորեն մի վերաբերվեք։ Ազատագրման ճանապարհը սկսվում է այն պահից, երբ մենք խնդիրն ընդունում ենք առանց ինքնարդարացման։ Համոզված եմ, որ եթե դուք վատատես մարդ եք, ապա այդ ամենը պատճառ ունի, իսկ այդ պատճառը միշտ էլ կա, բայց հիշեք, որ համաձայն Աստվածաշնչի, որպես քրիստոնյա դուք այժմ նոր արարած եք։ Նոր օր։ Հետևաբար, եթե մեկը պատվաստված է Քրիստոսի, Մեսիայի վրա, նա նոր արարած է, ամբողջովին նոր ստեղծագործություն։ Հինը, նախկին բարոյական եւ հոգեվոր վիճակը անցավ, ահա թարմ եւ նոր բաներն եկան։ Կորինթացիների 2-րդ թուղթ 5:17 Amplified թարգմանությունից։ Որպես նոր արարած, դուք չպետք է թույլ տաք, որ անցյալում կատարվածը շարունակի իր ազդեցությունն ունենալ Քրիստոսի մեջ ապրած ձեր նոր կյանքում։ Դուք այժմ նոր արարած եք եւ կարող եք նորոգել ձեր միտքը համաձայն Աստծո խոսքի, եւ ձեր կյանքում հրաշալի բաներ տեղի կունենան։ Ուրախացեք, սա մի նոր օր է։ Սուրբ Հոգու աշխատանքը։ Բայց եւ այնպես ես ձեզ ճշմարիտ եմ ասում, որ շահավետ է, լավ, նպատակահարմար, ձեռնտու ձեզ համար, որ ես գնամ, որովհետեւ եթե ես չգնամ, մխիթարիչը, խորհրդատուն, օգնականը, փաստաբանը, բարեխոսը, զորացնողը, աջակցողը չի գա ձեզ մոտ, ձեզ հետ մտերիմ հարաբերություն ստեղծելու համար, բայց եթե ես գնամ, ես կուղարկեմ նրան ձեզ մոտ, ձեզ հետ մտերիմ հարաբերություն ստեղծելու համար։ Եվ երբ նա գա, նա կդատապարտի աշխարհին եւ ցույց կտա մեղքն ու արդարությունը, սրտի մաքրությունն ու իրավունքն Աստծո հետ եւ դատը։ Հովհաննեսի 16:7 եւ 8 խոսքեր Amplified թարգմանությունից։
Վատատեսությունից ազատագրվելու ամենադժվար պահը ճշմարտության նառերես կանգնելն ու ասելն է. ես վատատես եմ, բայց ուզում եմ փոխվել։ Ես ինքս ինձ չեմ կարող փոխել, բայց հավատում եմ, որ Աստված կարող է, եթե վստահեմ նրան։ Գիտեմ, որ դա ժամանակ կպահանջի, այնպես որ ես չեմ հուսահատվի ինքս ինձնից։ Աստված բարի գործ է սկսել ինձանում, եւ նա կարող է այն ավարտին հասցնել։ Փիլիպպեցիների 1:6։ Խնդրեք Սուրբ Հոգուն, որպեսզի հանդիմանի ձեզ ամեն անգամ, երբ բացասական վերաբերմունք եք ունենում։ Դա նրա աշխատանքի մի մասն է։ Հովհաննեսի ավետարանի 16:7 եւ 8 խոսքերը սովորեցնում են մեզ, որ Սուրբ Հոգին կհանդիմանի մեր մեղքը, մեր հանցանքը գիտակցել կտա մեզ եւ ցույց կտա, թե որքանով ենք մենք արդար։ Երբ դուք Սուրբ Հոգուց կստանաք այդ համոզմունքը, խնդրեք Աստծուն օգնել ձեզ։ Մի կարծեք, որ դուք իզորու եք փոխել ինքներդ ձեզ, ապավինեք նրան։ Նույնիսկ երբ ես ծայրահեղ աստիճանի վատատես էի, Աստված հասկացրեց ինձ, որ եթե վստահեմ իրեն, նա կօգնի ինձ դառնալ լավատես։ Ես դժվար պահեր եմ ունեցել, երբ փորձել եմ ընդունել միայն դրական մտքեր, բայց ես հաղթահարեցի դա եւ հիմա տանել չեմ կարողանում վատատեսությունը։ Դա կարծես նման է ծխող մարդու օրինակին։ Շատ ժամանակ նախկին ծխողները հետո այլևս չեն կարողանում հանդուրժել ծխախոտը։ Դա կատարվեց նաև ինձ հետ։ Տարիներ շարունակ ես ծխում էի, բայց այն թողնելուց հետո ծխախոտի հոտն անգամ տանել չեմ կարողանում։ Նույն վերաբերմունքն ունեմ նաև վատատեսության վերաբերյալ։ Ես ինքս շատ վատատես անձնավորություն եմ եղել։ Այժմ տանել չեմ կարողանում ոչ մի բացասական բան։ Դա գրեթե վիրավորում է ինձ։ Այն պահից ի վեր, ինչ ազատագրվել եմ բացասական մտածելակերպից, ես իմ կյանքում տեսել եմ բազում դրական փոփոխություններ, եւ հենց դա է պատճառը, որ ես այժմ դեմ եմ ցանկացած բացասական բանին։ Ես ինքս ամեն ինչին սթափ եմ նայում եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս վարվելու նույն կերպ։ Եթե հիվանդ եք, մի ասեք ես հիվանդ չեմ, որովհետեւ դա ճիշտ չէ։ Դուք կարող եք ասել ես հավատում եմ, որ Աստված բժշկում է ինձ։ Դուք չպետք է ասեք ես երևի ավելի կվատանամ եւ կմահանամ հիվանդանոցում։ Դրա փոխարեն ասեք Աստծո բժշկարար զորությունն ապաքինում է ինձ հենց հիմա։ Ես հավատում եմ, որ կառողջանամ։ Դուք իմաստուն կերպով կվարվեք, եթե իրականությանը ճիշտ նայեք։ Ամեն դեպքում, եթե մեր իրականությունը բացասական է թվում, մենք կարող ենք ունենալ դրական վերաբերմունք դրա նկատմամբ։ Ձեր միտքը միշտ պատրաստ պահեք ցանկացած իրադարձության համար, հավատալով, որ Աստված ամեն բան բարիին գործակից կանի։ Հոժար միտքը։ Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որ խոսքը ամբողջ հոժարությամբ ընդունեցին։ Ամեն օր գրքերը քննում էին, թե այսպես է։ Գործք առաքելոցի 17:11 5 Ջեյմս թարգմանությունից։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք պետք է ունենանք հոժար միտք։ Դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք այնպիսի միտք, որը բաց կլինի Աստծո կամքի համար, ինչպիսին էլ որ այն լինի։ Թույլ տվեք բերել մի օրինակ երիտասարդ կնոջ կյանքից, ում ես ճանաչում էի։ Նա անհաջող նշանադրություններ ունեցել։ Այդ երիտասարդ կինը եւ նրա փեսացուն աղոթում էին, որպեսզի իմանային, թե արդյոք Աստծո կամքն է, որ իրենք շարունակեն հանդիպել, թեպետ դեռևս չէին որոշել ամուսնանալ։ Երիտասարդ կինը ցանկանում էր շարունակել իրենց փոխհարաբերությունը։ Նա հույս ուներ եւ հավատում էր, որ իր փեսացուն կզանգի եւ կասի, որ ունի միևնույն զգացողությունը։ Ես նրան խորհուրդ տվեցի ունենալ հոժար միտք, քանի որ ամեն ինչ կարող էր այլ կերպ ստացվել։ Նա ինձ հարցրեց. բայց արդյոք դա չի լինի բացասական վերաբերմունք։ Ոչ, չի լինի։ Բացասական վերաբերմունքը կարտահայտվեր հետևյալ կերպ. Իմ կյանքն ավարտված է, ես այլևս չեմ լինի ցանկալի, ես պարտված եմ եւ իմ ամբողջ կյանքում թշվառ կլինեմ։ Իսկ դրական վերաբերմունքը կարտահայտվի հետևյալ կերպ. Ես շատ ցավում եմ, որ այսպես պատահեց, բայց ես պատրաստվում եմ վստահել Աստծուն։ Հուսով եմ, որ ես եւ իմ սիրելին դեռ կհանդիպենք։ Ես կհավատամ Աստծուն եւ կխնդրեմ նրան, որ մեր հարաբերությունը վերականգնվի, բայց ամենից առավել ցանկանում եմ, որ մեր կյանքում Աստծո կատարյալ կամքը լինի։ Եթե նույնիսկ իրավիճակներն այնպես չդասավորվեն, ինչպես ես կուզեի, ապա ուրախ եմ, որ գոնե կփրկվեմ, քանի որ Հիսուսն ապրում է ինձանում։ Գուցե որոշ ժամանակ դժվար լինի, բայց ես վստահում եմ Աստծուն։ Ես հավատում եմ, որ վերջում ամեն բան բարիին գործակից կլինի։ Երբ ունենում ես հոժար միտք, միաժամանակ պահպանելով դրական վերաբերմունքը,
Դա նշանակում է, որ փաստերին իրատեսորեն ես նայում։ Ես սա համարում եմ առողջ եւ հավասարակշռված վերաբերմունք։ Հույսի զորությունը։ Աբրահամի համար մարդկային պատճառը հույսը գնացած, հուսացած հավատքին, որ նա կարող է դառնալ շատ ազգերի հայր, ինչպես որ իրեն խոստացվել էր, որ այնպես անհամար կլինեն քո սերունդները։ Նա չտկարացավ իր հավատքի մեջ, երբ նկատի առավ իր մարմնի բացարձակ անպետքությունը, ինչն արդեն մեռածի պես էր, քանի որ նա 100 տարեկանին մոտ էր, կամ երբ նա համարեց Սարայի մահացած արգանդի ամուլ լինելը։ Ոչ անհավատությունը եւ ոչ էլ անվստահությունը նրան չսասանեցին կասկածելի հարցերով Աստծո խոստման վերաբերյալ, այլ նա ավելի ուժեղացավ եւ զորացավ հավատքով, եւ նա գոհություն ու փառք տվեց Աստծուն։ Հռոմեացիների 4:18-20 խոսքեր Amplified թարգմանությունից։ Ես եւ Դեյվը հավատում ենք, որ Քրիստոսի մարմնում, այսինքն եկեղեցում կատարած մեր ծառայությունը տարեց տարի կաճի։ Մենք միշտ ուզում ենք օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ եթե Աստված ունի այլ ծրագիր, եւ եթե մենք տարվա վերջում որևէ աճ չունենանք, այսինքն ամեն բան լինի այնպես, ինչպես եղել էր նախկինում, ապա մենք թույլ չենք տա, որ իրավիճակը զրկի մեզ մեր ուրախությունից։ Մենք հավատում ենք շատ բաների, բայց ամենից առավել հավատում ենք մեկին, եւ այդ մեկը Հիսուսն է։ Ոչ միշտ է լինում, որ մենք իմանում ենք, թե ինչ է կատարվելու։ Պարզապես մենք գիտենք, որ մեզ համար միշտ ամեն բան բարիին գործակից է լինում։ Որքան լավատես լինենք, այնքան ավելի շատ կլինենք Աստծո հոսանքի մեջ։ Աստված ամեն ինչում լավատես է, եւ եթե մենք նրա հետ միասին քայլենք, ապա կկարողանանք լավատես մնալ։ Թերևս ձեր կյանքում հանգամանքներն այնքան էլ լավ չեն ընթանում, եւ դուք մտածում եք. Ջոյս, եթե իմանայիք իմ իրավիճակը, նույնիսկ չէիք էլ ակնկալի, որ ես կարող եմ լավատես լինել։ Միանգամայն հեշտ է լինել լավատես այն ժամանակ, երբ ամեն բան դրական է։ Բայց երբ մենք լավատեսորեն ենք տրամադրվում բացասական իրավիճակում, դա ցույց է տալիս Աստծո հանդեպ ունեցած մեր կատարյալ վստահությունը եւ մեր հոգեվոր հասունությունը, որը հաճեցնում եւ փառավորում է Աստծուն։ Ես ձեզ կոչ եմ անում կրկին կարդալ Հռոմեացիների 4:18-20 խոսքերը, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես վարվեց Աբրահամը, իմանալով իր իրավիճակը։ Նա չէր անտեսում փաստերը եւ նկատի առնելով իր մարմնի բացարձակ անզորությունն ու Սարայի մեռած արգանդի անպտղությունը։ Թեև այլևս մարդկային ոչ մի հույս չկար, բայց նա գտավ այդ հույսը հավատքով։ Աբրահամը շատ դրական վերաբերմունք ուներ խիստ բացասական իրավիճակների հանդեպ։ Եբրայեցիների 6:19-ում ասվում է, որ հույսը հոգու խարիսխն է։ Հույսն է այն ուժը, որը ստիպում է մեզ կանգուն մնալ փորձության ժամանակ։ Երբեք չդադարեք հուսալ, այլապես դուք կթշվառացնեք ձեր կյանքը։ Եթե հույսի բացակայության պատճառով ապրում եք դժբախտ կյանքով, ապա սկսեք հուսալ։ Մի վախեցեք։ Ես չեմ կարող խոստանալ, որ ամեն ինչ կլինի այնքան կատարյալ, որքան դուք կցանկանայիք։ Ես չեմ կարող խոստանալ, որ դուք երբեք հիասթափություն չեք վերապրի։ Սակայն նույնիսկ այն պահերին, երբ հիասթափությունը գա, դուք կարող եք պահել ձեր հույսն ու լավատեսությունը։ Ձեզ գցեք Աստծո հրաշագործ թագավորության մեջ։ Ձեր կյանքում սպասեք հրաշքի, սպասեք լավ բաների։ Սպասեք, որպեսզի ստանաք։ Ստանալու համար սպասեք։ Եվ այդ պատճառով Տերը լրջորեն սպասում է, ակնկալում, փնտրում ու ձգտում ներողամիտ լինել քո հանդեպ։ Այդ պատճառով էլ ինքն իրեն բարձրացնում է, որպեսզի ողորմած լինի քո հանդեպ եւ ցույց տա իր բարեգթությունը քեզ։ Տերն արդարության Աստված է։ Օրհնյալ, երջանիկ, բախտավոր, երանելի են նրանք, ովքեր լրջորեն սպասում են նրան, ովքեր ակնկալում, փնտրում ու ձգտում են նրան, նրա հաղթանակին, նրա հաճությանը, նրա սիրուն, նրա խաղաղությանը, նրա ուրախությանը եւ նրա անզուգական, անխախտ ընկերակցությանը։ Եսայի 30:18 Amplified թարգմանությունից։ Աստվածաշնչյան այս խոսքը դարձել է իմ սիրելի խոսքերից մեկը։ Եթե խորհեք սրա շուրջ, այն կդառնա մեծ հույսի աղբյուր։ Այս հատվածում Աստված ասում է, որ նա փնտրում է մեկին, ում կկարողանա ցույց տալ իր գթասրտությունը, բարությունը, բայց այդ մեկը չպետք է բարկություն եւ բացասական վերաբերմունք ունենա։ Նա պետք է լինի այնպիսին, ով սպասում է,
փնտրում եւ ձգտում է, որ Աստված ցույց տա իր բարությունը։ Վատ կանխազգացում։ Ինչ է վատ կանխազգացումը։ Երբ նոր էի սկսել ուսումնասիրել Աստծո խոսքը, մի առավոտ լողասենյակում մազերս հարդարելիս նկատեցի, որ մթնոլորտում տիրում է սարսափելի զգացողություն, որ կարծես ինչ-որ վատ բան պետք է պատահի։ Ես ուշադրություն դարձրի եւ հասկացա, որ այդ զգացողությունն իմ կյանքի ընթացքում ինձ հաճախ է ուղեկցել։ Ես հարցրի Աստծուն, այս ինչ զգացողություն է, որը միշտ ունենում եմ։ Վատ կանխազգացում եղավ պատասխանը, որն էլ Աստված դրեց իմ սրտում։ Ես չգիտեի դրա նշանակությունը եւ երբևէ չէի էլ լսել դա։ Դրանից կարճ ժամանակ անց առակաց 15:15-ում գտա հետեւյալ նախադասությունը. բոլոր հուսալքված եւ չարչարված օրերը չարից են, մտահոգված ու վատ կանխազգացողության մտքերը, բայց նա, ով ուրախ սիրտ ունի, մշտապես խնջույքի մեջ է, անկախ հանգամանքներից։ Amplified թարգմանություն։ Ես այդ ժամանակ հասկացա, որ կյանքս դարձել է թշվառ, հիմնականում վատ մտքերի եւ կանխազգացումների պատճառով։ Այո, իմ կյանքում իրոք գոյություն ունեին դժվար իրավիճակներ, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ այդպես չէր, միևնույն է, ես դժբախտ էի, որովհետև մտքերս միանգամայն թունավորել էին իմ հայացքները, ինձնից գողանալով կյանքը վայելելու եւ լավ օրեր տեսնելու իմ ունակությունը։ Նույնիսկ երբ այդ պահին ոչ մի վատ բան չէր կատարվում, ես միշտ աղոտ կերպով զգում էի, որ ինչ-որ վատ բան պետք է կատարվի։ Եվ այդ պատճառով չէի կարողանում կատարելապես վայելել իմ կյանքը։ Պահեք ձեր լեզուն չարից։ Թող նա, ով կամենում է վայելել կյանքն ու բարի օրեր տեսնել, լավ, ակնհայտ լինեն դրանք թե ոչ, պետք է իր լեզուն ազատ պահի չարից եւ իր շուրթերը նենգությունից, դավաճանությունից, խաբեությունից։ Պետրոսի առաջին թուղթ 3:10 Amplified թարգմանությունից։ Այս խոսքում հստակ ասվում է, որ կյանք վայելելը, բարի օրեր տեսնելը, դրական մտածելակերպը եւ մաքուր բերան ունենալը հող կապակցված են։ Նշանակություն չունի, թե որքան բացասական է ձեր վերաբերմունքը եւ որքան ժամանակ եք այդ վիճակում։ Ես հաստատ գիտեմ, որ դուք կարող եք փոխվել, որովհետեւ ես փոխվել եմ։ Դա Սուրբ Հոգուց պահանջեց ժամանակ եւ մանրակրկիտ աշխատանք, որը եւ արժեր տալ։ Նույնը կպահանջվի ձեզնից։ Ինչ էլ որ տեղի ունենա, միևնույն է, վստահեք Աստծուն եւ պահեք ձեր լավատեսությունը։ Թույլ մի տվեք, որ վատ կանխազգացումները վերահսկեն ձեզ։ Փոխարենը ջանասիրաբար դիմադրեք դրանց Հիսուս Քրիստոսի անունով։